Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի հետ հանդիպումից առաջ վերջին մարզումն է անցկացնում։ Վաղը Թբիլիսի այս մարզադաշտում տեղի կունենա UEFA-ի ազգերի լիգայի անցումային play-off փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը։ Հարգելի լրագրողներ, հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Խաղից առաջ հավաքականի մարզիչը նախ հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն Ռանոսը հարցրել է իրեն, արդյոք խաղալու է հիմնական կազմում, եթե ոչ, ապա չի ցանկանում այլևս թիմում հանդես գալ։ Իմ կարիերայում ես նման բան երբևէ չեմ տեսել, որ որևէ մի խաղացող մոտենայի ինձ ու այդպիսի առաջարկ անի, որ եթե չլինի հիմնական կազմում, ապա կլքի թիմը։ Ես որոշում եմ կայացրել, որ նա այլևս հավաքականում հանդես չի գա, քանի որ չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որ իրեն վեր դասի թիմային շահերից։ UEFA-ի ազգերի լիգայի play-off-ի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2 օր առաջ սեփական հարկի տակ խոշոր 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Եկել ենք այստեղ, որպեսզի ուղղենք սխալները։ Վրաստան-Հայաստան խաղից առաջ հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոփյանն ասաց, վաղվա հանդիպմանը փորձելու են առավելագույնն անել արդյունքի հասնելու համար։ Վաղվա հանդիպանը ես վստահ եմ, որ մեր երկրպագուները նույնպես կլինեն մարզադաշտում, որպեսզի երկրպագեն հավաքականին, քանի որ նրանք առաջի անգամ չի, որ երկրպագում են հավաքականին, ու հավաքականը նույնպես կփորձի ամեն ինչ անել, որպեսզի ուրախացնի մեր երկրպագուներին։ Թբիլիսի այս մարզադաշտը կարող է ընդունել մոտ 55,000 երկրպագուի։ Խաղի տոմսերը ժամերի ընթացքում վաճառվել են, հայ երկրպագուներին հատկացվել է 2 սեկտոր։